Ես 3 տարի աշխատում եմ արտադրության եկել։ Որպես ինչ եք աշխատում։ Մենք ճիշտ ասած պարոն Ծառուկյանը շատ մեզ օգնել է։ Շատ մեզ օգնել, որ մենք առաջ անգամ եկել ենք գնացել ենք Աբովյան, ինքը Լիաննայի հետ, Սաղի հետ եկել են ինքը մեզ աշխատանք տվել, տեղատվել, օգնություն։ Ճիշտ ասած, հիմա մենք տուն ենք վերցրել հիպոթեկով, հիմա աշխատանք փակել են, ոչ մի ձևի, օրինակ պետությունից ես այն 4 միլիոնը որ պիտի տային չի տալիս, ասում չեն տալիս։ Ասում տուն ես վերցրել, ուրեմն կկարաս փակես, բայց ես տուն վերցրել եմ հիպոթեկով, ասել եմ հիպոթեկ վերցրել, վարկում եմ հիպոթեկ, հիմա ես էլ փակել եմ։ Հիմա ոնց պիտի տան։ Տեսնում են եկամուտ ունեն եւ դες այդ 4 միլիոնը չեն տալիս։ Ինչ եկամուտ մենակ ես եմ։ Մենակ ես եմ 140,000 աշխատավարձ եմ ստանում։ Դրանով ես տալիս եմ 190,000 հիպոթեկ, մենակ հիպոթեկը։ Աղջիկս է մեկ օգնում, բայց իրան էլ ընտանիք ունի։ Ինքն էլ է աշխատում, որը պիտի իրանել ունի, մենա, 2 անջափահաս երեխա ունեն։ Ինքն էլ անջախ իր օգնում է այնքան որ տենանք ինչ է դառնում։ Շատ ենք մենք բողոքել, թե վարչապետին, թե նախարարին, սա մեր դիմումները ատկազ տվել են, ասма չի ասնում, ասма հենա մարդկա, օրինակ 18 թվին ստեղ հիպոթեկով տուն է վերցրել, իրանցը փոխանցել են, ես 25 թվին հուլիսին վերցրել եմ, ասма քեզ չի ասում, 4 միլիոնը, ասма ինչ որ մինչև հուլիսի 1-ը որ տվել են, մինչև հուլիսի 1-ը պիտի վերցրածես, ես հուլիսի 7-ին եմ վերցրել հիպոթեկով տուն, ասма չենք տալիս։ Եթե խնդիրը լուծում չստանա, այս ձեր աշխատավայրը չվերաբացվի, ինչ եք անելու դուք, փաստացի միակ կերակրողն եք։ Ուզում ենք, որ աշխատանքը բացի թեկուզ քիչ, բայց դե մեկ է, աշխատում ենք տալիս, սաղ արցախցիներ են ստեղ աշխատում, սաղն էլ իրանց վարկեր ունեն, վարկեր ասաղ, ամեն ինչ։ Եք գտել աշխատանք, երբ եկել եք Հայաստան։ Ճիշտ ասած, որ եկել եմ, չէ, պարոն Ծառուկյանը, Լիաննան, իրանք են մեզ օգնել բերել ստեղ աշխատել, չէ, մենք Աբովյանից ենք գալիս, օրինակ պարոն Բաբայանն, այնտեղ մենք սպորտ դպրոցում էինք մնում, մինչև այնքան տնից տուն ենք տեղափոխվել, ասում դու մենակ ես, քեզ ոչ մի բան չի ասում, ոչ մի օգնությունից չենք մենակ մարդը հաց չի ուտում, ոչ մի դեպի մեզ բան չեն տվել, էլի, մենակ պարոն Ծառուկյան, շատ, ես ցավում եմ, որ լսել եմ պարոն Ծառուկյան, շատ եմ ցավում։